Բարեկալուս Սիվիլներ, տաղավարում հյուրընկալել եմ Իրանագետ Աննա Դավթյան-Գևորգյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Աննա, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար, արդեն Իրան-Իսրայել պատերազմի 5-րդ օրն է, տարածաշրջանը ապրում է այս օրերը, եւ սա այն իրավիճակն է կամ պատերազմական այս գործողությունները այն էր, որ մարդիկ շատերը կանխատեսում էին, բայց մտածում էին, որ դա երբեք տեղի չի ունենա, այնուամենայնիվ դա տեղի ունեցավ, խոսքը օդային հարվածների մասին է հիմնականում իհարկե, բայց դա արդեն մեծ հաշվով կարելի է բնութագրել պատերազմական գործողություններ։ Ինչ իրավիճակում է ըստ ձեր վերլուծության այս պահին գտնվում Իրանը եւ ինչու այդ մեծ պետությունը այս 5 օրերի ընթացքում այդքան մեծ կորուստներ կրեց, ինչու էր պայմանավորված դա։ Շնորհակալ եմ հրավերի համար եւ հարցի նույնպես դուք ձեր հարցի մեջ այդ ձևակերպումը շատ ճշգրտորեն նշեցիք, տեղի են ունենում իրադարձություններ, որոնց մասին անverջ խոսվում էր, որ տեղի չեն ունենալու եւ հավանաբար իրանական կողմը նույնպես մեծամասամբ հենվում էր այն կանխադրույթի վրա, որ անհավանական է այդ սցենարը, որ ուղիղ կոնֆրոնտացիայի գնան Իսրայելը եւ Իրանը։ Իհարկե անցյալ տարի արդեն երբ հրթիռներով փոխանակումը առաջին տեղի ունեցավ Դամասկոսում Իրանի դեսպանության վրա հարձակումից հետո արդեն նախանշանները կային, որ սա կարող է վերաճել մեկ այլ փուլի, որը հենց այդ անկանխատեսելի սցենարը կարող է լինել, բայց որպես կանոն այդ վերլուծություններում երկու ճամբարները, նրանք որոնք կողմ էին այդպիսի էսկալացիայի եւ նրանք որոնք որ կարծում էին, որ սա աղետ կլինի ոչ միայն Իսրայելի ու տարածաշրջանի, այլ նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, ունեն հետեւյալ փաստարկներն ու հակափաստարկները։ Իսրայելի փաստարկները տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ այն մասին են, որ մի պետություն, որը չի ճանաչում Իսրայելը որպես պետություն, այն համարում է սիոնիստական ռեժիմ, մի պետություն, որը իր արտաքին քաղաքական, այսպես ասած, դոկտրինը հիմնել է հենց հակաիսրայելականության վրա եւ մի պետություն, որը ունի միջուկային ծրագիր, որի առանձին տարրեր պարբերաբար միջազգային ատոմային գործակալությունը հայտնում է, որ կամ վերահսկողությունից դուրս են կամ անհայտ են իրենց եւ իրենք չունեն համապատասխան գործիքակազմը վերահսկելու, սա գոյութենական սպառնալիք է Իսրայելի համար եւ իրենց փաստարկն այն էր, որ միջուկային ծրագիրը եւ այդ քաղաքական մոտեցումները Իրանի, նաեւ տարածաշրջանային քաղաքականությունը, այդ դիմադրության առանցքին օժանդակությունը եւ այլն դրանք պետք է վերացնել։ Հակափաստարկը այն էր, որ այդպիսի էսկալացիան չի լինելու միայն Իրանի եւ Իսրայելի միջև պատերազմ, այլ լինելու է տարածաշրջանային պատերազմ անպայման ԱՄՆ-ի մասնակցությամբ, որովհետեւ ԱՄՆ-ն ունի բազում ռազմաբազաներ Մերձավոր Արևելյան մի շարք երկրներում, դրանցից մի մասը սահմանակից է Իրանին, եւ եթե պատերազմը այս փուլից էլ անցում կատարի այդ անհավանական մյուս փուլին, ապա տեղի ունենալու ուղիղ ներգրավում նաեւ ամերիկյան ռազմաբազաների։ Ինչ վերաբերում է ձեր հարցի երկրորդ բաղադրիչին, թե ինչու մեծ պետություն Իրանը այսքան շատ կորուստներ է կրում։ Պետությունների մեծությունների վերաբերյալ իհարկե տարբեր տեսություններ կան, բայց պիտի հաշվի առնենք, որ Իրանը մի պետություն է, որ իսլամական հեղափոխությունից անմիջապես հետո, այսինքն 79 թվականից սկսած տնտեսական պատժամիջոցների տակ է գտնվում, եւ երբ խոսում էինք Իրանի հզորության մասին եւ հատկապես նրա ռազմական ոլորտի հզորության մասին, այդ հզորությունը ոչ թե համեմատության մեջ էր, այսպես ասած, աչքի ընկնում, այլ իր իրադրության հետ համեմատության մեջ, այսինքն մի երկրի համար, որ այդքան տարի մեկուսացած պատժամիջոցների տակ առանց տեխնոլոգիաներին հասանելիություն ունենալու սեփական տեխնոլոգիաները ստեղծելով հասել է այդքան ռեսուրսների, դա գնահատվում էր որպես շատ մեծ ձեռքբերում։ Ինքը իր նկատմամբ, ինքը իր երեկվա օրվա նկատմամբ, իր երեկվա օրվա եւ իր հնարավորությունների համեմատ։ Այդպիսի հնարավորություններով այո, երկիրը բոլոր ռեսուրսները կարծես կենտրոնացրել էր ռազմական ոլորտը զարգացնելու վրա, որպեսզի պարզ լինի մեր հեռուստադիտողների համար, օրինակ զուգահեռ նավթի եւ գազի պաշարներով top 10-ում գտնվող, նույնիսկ հնգյակում գտնվող երկիրը չի կարողանում ինքնաբավության հասնել այդ ոլորտներում։ Իրանի հյուսիսում բնակիչները չեն կարողանում գազ ստանալ Իրանի հարավից, որովհետև ենթակառուցվածքներ համապատասխան չկան եւ Իրանը Ռուսաստանից գազ է գնում Իրանի հյուսիսի բնակիչներին գազով ապահովագրելու համար, կամ
բժշկության ոլորտում, բազում այլ ոլորտներում այն ձեռքբերումները, որոնք ինքը կարողացել է ունենալ ռազմական ոլորտում, բնականաբար չկան, այսինքն դա ի հաշիվ նաև այլ ոլորտների է եղել։ Բայց երբ համեմատում ենք Իսրայելի կարողությունների հետ, եւ այստեղ առաջնահերթ պետք է խոսք գնա իհարկե հետախուզության ոլորտի մասին։ Այս ոլորտը Իսրայելը իհարկե բնականաբար միայնակ չի, որ հասնում է այս հաջողությունների, ԱՄՆ-ի աջակցությունը կա, բայց եթե նայենք թե ռազմական քաղաքական վերնախավի սպանությունների շարքը, որը նախ 20 թվականին Սոլեյմանի սպանությամբ սկսեց, բայց դա Իրանից դուրս էր, Իրաքում դա տեղի ունեցավ։ Բայց անցյալ տարի Համասի ղեկավարին Թեհրանում ԻՀՊԿ-ի հովանավորության եւ անվտանգության ներքո գտնվող շենքում սպանությունը, կարծում եմ ամենամեծ ազդակներն era, որ լուրջ հետախուզության բացթողումներ ունի Իրանը։ Դրան հաջորդեցին Հեզբոլլահի այդ անհավանական էլի սցենարներով թվացող զինաթափումները Լիբանանում, բայց չէ որ հետախուզության ոլորտում էլի Իրանը պիտի կարողանար ապահովել Հեզբոլլահին այդ բոլոր անվտանգության կանոնները պահելը։ Հիշում եք հավանաբար անցյալ տարի մի ղեկավարին սպանում էին, հաջորդիվ մի գաղտնի վայրում հավաքվում էին նոր ղեկավար ընտրելու եւ այդ բունկերը պայթեցվում էր։ Հեզբոլլահի, կներեք եթե Համաս ասացի։ Հեզբոլլահի ղեկավարները ես հիշում եի նաեւ Համասի հետ կապված նման։ Համասի ղեկավարին Թեհրանում սպանեցին, իսկ Հեզբոլլահի ղեկավարներին հենց Լիբանանում հերթով սպանում են։ Այսինքն կարծես ձեռագիրը շարունակվում է նույն կերպ հիմա Իրանի նոր ռազմական ղեկավարության ինչ որ մարդկանց են նոր մարդկանց են նշանակում ռազմական ղեկավարության ղեկավարն են նշանակում տարբեր կարևոր պաշտոնների եւ այդ մարդիկ չեն հասցնում հայտարարություն անել, մենք չենք հասցնում հիշել իրենց անունները, նրանց հաջորդ օրը միանգամից լիկվիդացնում, չեզոքացնում են։ Այսինքն Իրանի ներսում ռազմական ղեկավարության անվտանգության ապահովման աստիճանը մոտավորապես հավասար էր նույն Հեզբոլլահի եւ Համասի ղեկավարների անվտանգության ապահովման աստիճանին, այսինքն նույն կերպ հեշտությամբ, եթե կարելի է դա հեշտություն համարել, Իսրայելը կարողանում է հասնել նրանց, հասանելիություն ունենալ նրանց։ Եվ դա ամենամեծ իսկապես խոցելի կետն է Իրանի, եւ այդ խոցելիության մասին Իրանը ներսում էլ քննարկումներ կային, սկսած դեռ հենց Հեզբոլլահի հետ կապված այդ գործողություններից հետո, որովհետև կային նաև վարկածներ, որ ներսից կան համագործակցողներ Մոսադի հետ առանց դրա հնարավոր չի այդ աստիճան մանրամասն տեղեկություններ ունենալ եւ հիմա էլ եթե հետևենք իրանական մամուլին այս ողջ 5 օրերի ընթացքում մահապատիժներ են տեղի ունենում անverջ ձերբակալվում են մարդիկ որոնք մեղադրվում են Մոսադի հետ համագործակցության մեջ հիմա շատ դժվար է ասել թե դրանք իսկապես համագործակցել են թե երկիրը պարզապես փորձում է նաեւ այդ քարոզչական խոճապից դուրս բերել հասարակությանը եւ փորձել ցույց տալ որ վերահսկում է իրադրությունը եւ կարողանում է գտնել նրանց ովքեր որ համագործակցել են նույն այդ հրթիռակոծությունների եւ անօթաչուներով հարձակումների համատեքստում լուրեր եղան այն մասին որ անօթաչուների մի զգալի մասը հենց Իրանի ներսում է հավաքվել նշանակում է հսկայական ցանց կա նաեւ այնտեղ որը համագործակցում է իրենց հետ այսինքն սրանք բոլորը գործոններ են որոնք մի կողմից վկայում են Մոսադի եւ ԱՄՆ-ի հետախուզության անհասանելի, այսպես ասած, մակարդակի լինելու մասին, մյուս կողմից մի տարի չի պլանավորվել, տարուց ավել է պլանավորվել եւ այդ դրա մեջ ներգրաված են եղել մեծ թվով մարդիկ, այսինքն տեղեկատվական արտահոսք չի եղել այդ ընթացքում Դե առհասարակ Մոսադի գործողությունները հաշվի առնելով հատկապես այս Իրան-Իսրայել հակամարտության տասնամյակներ ձգվող իրադրությունը, որպես կանոն ամեն մի գործողությունից հետո, երբ հետո վերլուծում են, թե ինչպես է դա տեղի ունեցել, մեծամասամբ խոսք է գնում դրա մասին, որ տարիներով պլանավորված գործողություններ են լինում եւ միայն ժամանակահատվածը եւ կոնկրետ օրը, այսպես մնում է հաշվարկելու, թե երբ է լավագույն ժամանակ, օրինակ նույն Համասի ղեկավարի հետ կապված սպանությունը կային տեղեկություններ են մասին, որ տարիներ շարունակ հենց այդ կեցավայրում, որտեղ բոլոր կարևոր հյուրերը հյուրընկալվում են, որպեսզի բացարձակ անվտանգ լինեն, հենց այդ կեցավայրում նախապես արդեն պլանավորած է եղել գործողությունը, բայց քանի որ նախորդ նախագահ Ռայիսիի սպանությունից հետո արդեն հստակ էր թե քանի օր հետո լինելու է հաջորդ նախագահի երթմնակալությունը եւ այդ օրը լինելու են այդ նույն հյուրերը այդ կեցավայրում նոր այդ գործողությունը իրականացրել են այսինքն իսկապես մենք գործ ունենք հզոր մի համակարգի հետ
Իսրայելի դեպքում եւ մյուս կողմից ունենք շատ լուրջ բացեր հետախուզական ոլորտում Իրանի։ Անա իսկ Իրանի ներսում ինչպիսի քննարկումներ են այդ առումով, որքանով է կայուն եւ որքանով է ամուր այս պահին Իրանի իշխանությունը, որովհետեւ նման ֆրուստրացիոն իրավիճակները կարող են ներքին դժգոհություններ եւս հարուցել, հատկապես հաշվի առնելով, որ այդ իշխանության նկատմամբ կային այդ դժգոհությունները մինչեւ այս տարբեր սոցիալական, քաղաքական, տնտեսական թեմաներով եւ խնդիրներով պայմանավորված եւ իսկապես այդ քննարկումները նրա շուրջ, որ ամեն դեպքում դրսի ուժերին կա ներսից աջակցություն, այսինքն Իրանի կառավարող համակարգը իշխանությունը ունի թշնամիներ ներսում եւ ոչ միայն դրանք դավաճաններ են, այսպես ասած, մարդիկ են, որոնք ուրեմն հետախուզությանն են աջակցում արտաքին, այլ ուղղակի մարդիկ են իսկապես, որոնք ուզում են դեմ դուրս գալ այս իշխանության եւ այդպես են տեսնում դրան դեմ դուրս գալու հնարավորությունը։ Որքանով են այդ ներսում, հասկանում եմ, փակ երկիր է, տեղեկատվությունը փակ է, բայց ինչ քննարկումներ են։ Ես կուզեմ ձեր հարցի վերջին բաղադրիչից սկսել փակ երկիր լինելու մասին։ Հիմա ես տեսնում եմ, որ հատկապես վերջին օրերին շատ ակտիվացել են քննարկումներն ու պատումները այն մասին, որ սցենարներից մեկը, վատագույնը գուցե, Իրանի մասնատումն է ազգային հողի վրա, որովհետև կան ազգային հողի վրա դժգոհություններ։ Դուք շատ ճիշտ նշեցիք, որ Իրանում հասարակության մի զգալի հատված տարբեր պատճառներով դժգոհություններ ունի քաղաքական համակարգից եւ իշխանություններից։ Դա եւ սոցիալական հարցերն են, եւ այն հանգամանքն է, որ ինչպես նշեցի, ռազմական ոլորտի վրա հսկայական ծախսեր էին արվում եւ ամեն անգամ հերթական բողոքի ցույցից հետո իշխանությունը դա մեկնաբանում ու պարզաբանում էր, որ մենք Հեզբոլլահին, Համասին, Եմենի հութիներին, Իրաքում շիաներին աջակցելով թույլ չենք տալիս, որ թշնամին հասնի մեր սահմաններին։ Հիմա անցյալ տարվանից հետո, երբ ի հայտ եկավ, որ այդ բոլորի հետ միասին հրթիռները հասնում են Թեհրանի կենտրոն նաև, իրենց համար շատ ավելի դժվար է բացատրել, թե ինչու ունեն այն իրադրությունը, որը ունեն։ Բացի այդ, չմոռանանք, որ վերջին տարիներին նաև մարդու իրավունքների հարցերով բավական մեծ դժգոհությունների ալիք կար եւ ամեն անգամ այդ հերթական սոցիալական կամ իրավահավասարության կամ խտրականության հետ կապված դժգոհությունների ֆոնին մի քանի բաղադրիչներ են ակտիվանում։ Մի կողմից իշխանությունն ասում է, որ սրանք պարտադիր աջակցություն ունեն դրսից եւ իրենց օգտագործում են։ Մյուս կողմից իսկապես երկրից դուրս էլ կան որոշակի ուժեր, որոնք ամեն անգամ ճգնաժամային իրավիճակում դա գալիս են առաջին պլան, առաջին հերթին դա շահի որդին է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները արդեն հայտարարություններ է անում, մյուս կողմից այստեղ փակագծում միգուցե նշեմ, որ ամեն անգամ իր հայտարարություններից հետո նեգատիվը իր հանդեպ եւ հիշողությունը, վատ հիշողությունը շահական ժամանակաշրջանի վերաբերյալ կարծում եմ ավելի է ակտիվանում, քան հակառակը։ Իրանի ներսում, որովհետեւ նախ քաղաքական իմաստով ոչ կոռեկտ հայտարարություններ է անում, օրինակ այս օրերին ինչքան էլ մարդը ընդդիմադիր լինին, նույնիսկ իսրայելցի մտավորականներն են խոսում են մասին, թե ինչքան անթույլատրելի է այս հարձակումը Իրանի վրա, իսկ ինքը ողջունել է այս հարձակումը, որտեղ համարել է, որ սա միջոց է քաղաքական համակարգը փոխելու։ Նկատի ունեմ, այնքան էլ խոհեմ եւ ողջամիտ չեն լինում որպես կանոն այդ հայտարարությունները։ Մյուս կողմից կա նաեւ Մոջահեդին խաղ կոչված այդ կազմակերպությունը, որ սկզբում մի քանի տարի հեղափոխությունից հետո Ֆրանսիայում էր գտնում նրանց առաջնորդի կինը Մարիամ Ռաջավին, հետո տեղեկություններ կային, որ Ալբանիայի տեղափոխվել եւ նրա համակիրները նույնպես, բայց նրանք բոլորը այնպես չի, որ մեծ աջակցություն ունեն Իրանի ներսում, բայց այստեղ հատուկ, այսպես յուղոտ տառատեսակով ուզում եմ շեշտել, որ առնվազն հայաստանյան վերլուծական ու գիտական համայնքում մենք չունենք հստակ տվյալներ, թե Իրանի ներսում ինչպիսի տրամադրություններ կան քաղաքական համակարգը փոխելու միտված եւ հատկապես եթե խոսքը վերաբերում է Իրանի մասնատման հետ կապված, որովհետեւ դրանց վերաբերյալ տվյալները մենք կարող էինք ունենալ 3 տարբերակով կամ ունենայինք հնարավորություն անձամբ այնտեղ հասարակագիտական հետազոտություններ անելու, չկա նման հնարավորություն, որովհետև Իրանը որևէ մեկին նման բան թույլ չի տալիս։ Երկրորդ աղբյուրը արևմտյան աղբյուրներն էին անաչառ գիտական վերլուծությունները, դրանք որպես կանոն նույնպես չկան առաջին հերթին, որովհետև իսկապես թույլ չի տրվում նաև իրենց, եւ երկրորդ, քանի որ քաղաքական այդ
բաղադրիչը գոյություն ունի, որպես կանոն իսրայելական լոբիստական ազդեցության ներքո են կատարվում այդ վերլուծությունները եւ ուռճացված է։ Կողմնապահություն կա որոշակի։ Կողմնապահության տոկոսը շատ մեծ է այդ վերլուծություններում։ Եվ երրորդը դա իրանական վերլուծություններն են, որոնք մյուս ծայրահեղությունն են, որոնք առհասարակ շղթում են որևէ տեսակի։ Ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ լավ է, երկիրը մոնոլիթ է։ Հիմնվում են միայն այն հանգամանքի վրա, որ սահմանադրությունը ազգային փոքրամասնություններ չի ճանաչում է միայն կրոնական փոքրամասնություններ եւ օրինակ ազերիախոս իրանցիները Իրանի հյուսիսում նույնպիսի իրանցիներ են, որքան որ Ֆարս նահանգում ապրող պարսիկները եւ որևէ դժգոհություն եւ որևէ ընդվզում նրանցից սпасել չի կարելի։ Իհարկե, Ադրբեջանն ու Թուրքիան շատ ակտիվ փորձում են անջատողական տրամադրություններ տարածել այդ շրջանակների մեջ, կան մի շարք քաղաքական գործիչներ, որոնք Իրանից դուրս ապրելով հայտարարություններ են տարածում նույնպես այդ շահի որդու նման։ Դրանք որքանով են ազդում հատկապես այդ այսպես ասած ազգային փոքրամասնությունների կամ եթե չգիտեմ ազերիախոս իրանցիներին կարելի ասել ազգային փոքրամասնություն կամ չի կարելի ասել իրենց նրանց վրա եւ այդ ատրպատականի այսպես ասած ազերիախոս իրանցիները իրենք որքանով են իրենց համարում, չգիտեմ, Ադրբեջանին բարեկամ, Ադրբեջանին մոտ կամ Ադրբեջանին եղբայրական տրամադրված ժողովուրդ, որովհետև մի անգամ խոսակցություն եղավ դրա մասին, որ Ադրբեջանը փորձում է այնտեղ ինչ-որ բան անել, մասնագետներից մեկը ասեց, գիտեք, սովորաբար հակառակն է լինում, ոչ թե 20 միլիոնն է միանում 9 միլիոնին, այլ 9 միլիոնն է միանում 20 միլիոնին։ Նկատի ունենալով, որ եթե հանկարծ ինչ-որ բան լինի, երևի Ադրբեջանը կմիանա Իրանին, քան թե Իրանի ինչ-որ մասը կփոխվի եւ կմիանա Ադրբեջանին։ Մյուս փաստարկն էլ այդ պնդման համար այն է, որ ավելի շուտ 100 տարի առաջ ստեղծված պետությունն է միանում մի քանի հազարամյակի պատմություն ունեցող պետությանը, քան հակառակը։ Էլի կան բազում փաստարկներ, սկսած նրանից, որ թեև ազերիախոս են, բայց քաղաքական ինքնության տեսանկյունից շատ տարբեր ընկալումներ կան, բայց ես էլի եմ ուզում շեշտել, ընդհանրապես չբացառենք, որ այդ մարդկանց մեջ կլինեն որոշ սեգմենտներ, որոնք օրինակ մեկ այլ ավտորիտար ռեժիմի ղեկավար Ալիևի հայտարարություններից կազդվեն եւ կընկալեն, որ իսկապես նա ոչ միայն Ադրբեջանի Հանրապետության նախագահն է միայն, այլև համայն աշխարհի ազերիների նախագահ, ինչպես մի քանի տարի առաջ հայտարարել է։ Բայց ելի եմ կրկնում, դրանք առանձին գուցե ինչ որ խմբեր լինեն, իհարկե նրանք ունեն շատ մեծ աջակցություն, բայց խոսել նրա մասին, որ այդ հիմքի վրա ոչ միայն լինելու են անջատողական ալիքներ, այլ նաև վերջնանպատակին հասնելու են, այստեղ պետք է քննարկել նաև տարածաշրջանի ոչ միայն աշխարհի գերիշխող ուժերի, այլ նաև տարածաշրջանում երկրների շահերը, որովհետև Իրանում միայն ազերիախոս իրանցիները չեն, որ ունեն ազգային ինքնության որոշակի առանձնահատկություն, բելուջները, քրդերը, արաբները, օրինակ նույն Պակիստանը, ինչպես է վերաբերելու են հանգամանքին, որ բելուջները Իրանի ուզենան անջատվել Իրանից, չէ՞ որ այդ դեպքում նաև Պակիստանի Բելուջիստանում բելուջների, այսպես ասած, անջատողական տրամադրությունները նոր նպաստավոր հող կստանան։ Թուրքիան ինչպես է վերաբերելու նրան, որ քրդերը Իրանի ազերիախոսների հետ միասին անջատողական հայտարարություններ կանեն, չէ՞ որ դա ավելի մեծացնելու է ռիսկը, որ եւ Թուրքիայի եւ Իրաքի քրդերը կփորձեն միասնաբար դա անել։ Այսինքն այստեղ կան բազում շերտեր, որոնք միշտ չի, որ այս բոլորը քննարկում ենք եւ մի տեսակ գծային ենք ամեն ինչ պատկերացնում, որ եթե իրադրությունը փոխվեց, եթե քաղաքական համակարգը փոխվեց, ապա անպայման այդ երկիրը փլուզվելու է եւ անպայման դա լինելու է, այսպես ասած, Ադրբեջանի երազած ամենալավ ծրագրով։ Հասկանալի է։ Տեսեք, այսօր արդեն կա հայտարարություն Թրամփի մակարդակով նաեւ նրա մասին, որ կարծես Ամերիկան, եթե օրեր առաջ Ամերիկայի նախագահը խոսում էր նրա մասին, որ իրենք որևէ կապ չունեն այս հարվածների հետ եւ մեծ հաշվով այսպես ուրեմն կոչ կար դրա մեջ կարելի ենթատեքստում, որպիսի կողմերը գան որոշակի փոխհամաձայնության եւ Իրանը ընդհանրապես հրաժարվի միջուկային իր ծրագրից, այսօրվա այդ հայտարարության մեջ Թրամփի գրառման մեջ խոսքը գնում էր կոնֆլիկտը ել ավելի սրելու Ամերիկայի տրամադրության մասին, Ամերիկայի ղեկավարության տրամադրության մասին եւ այնտեղ հստակ խոսք կար նրա մասին, որ Թեհրանը պետք է անհապաղորեն էվակուացնել։
Որպեսզի պատկերացնենք, Թեհրանը դա 4 Հայաստան է մոտավորապես իր բնակչությամբ, դա 12-ից 15 միլիոն կամ 16 միլիոն օրվա տարբեր ժամերի բնակչություն կա այնտեղ։ Որ 2-ից 3 միլիոն ամեն օր մուտք ու եւ դուրս են գալիս, այո։ Սա ինչ խնդիր կարող է ստեղծել նախ Իրանում, հետո նաև տարածաշրջանի համար, որովհետև ես որքան պատկերացնում եմ, մենք կարող ենք բախվել, այդ թվում որպես սահմանակից երկիր, կարող ենք բախվել փախստականների հոսքի հետ Իրանից։ Շատ կարևոր հարց է եւ ուզում եմ շահկապել մեր նախորդ հարցի հետ, երբ ես խոսում էի նրա մասին, որ մասնատված Իրանի այդ հերանեկարի մասին խոսելիս պետք է բազում գործոններ հաշվի առնել, դա չի նշանակում, որ դա պետք է ընդհանրապես բացառել ու չքննարկել եւ հատկապես Իրանի սահմանակից երկրները պիտի բոլոր վատ սցենարները քննարկեն, այդ թվում եւ մասնատման սցենարը եւ ներսում այն աստիճանի քաոսային իրավիճակի ստեղծումը, որ փախստականների մեծ հոսք կլինի։ Այսինքն Հայաստանը նույնպես պետք է պատրաստվի փախստականների հնարավոր հոսքի Իրանից։ Առնվազն պետք է քննարկի, թե ինչպես է վարվելու այդ դեպքում։ Ինչ ենք անելու, փակ ենք պահելու սահմանը, եթե չենք փակ պահելու, անվտանգությունը ինչպես ենք ապահովելու եւ այդ մարդկանց, եւ որպեսզի հստակ իմանանք, թե մեր պետության հանդեպ անվտանգության ռիսկեր, այո, ովքեր են գալիս, ով է մուտք գործում։ Այսինքն սրանք բոլորը հարցեր են, որոնք անկեղծ ասած, քանի որ այս կոնֆլիկտը արդեն քանի տարի է նշանները ցույց տալիս, որ պիտի սրվեր, կարծում եմ վաղուց պետք է քննարկված լիներ, բայց գոնե այս փուլում կարծում եմ լուրջ քննարկումներ պետք է լինեն։ Բայց Թրամփի այդ հայտարարությունը իհարկե պետք է փորձել նաև երկակի քննարկել, որովհետև մյուս կողմից էլ դա կարող է ամենամեծ հոգեբանական ճշմարտ գործիքը լինել, որովհետև ինչպես հասկանում եմ, զուգահեռ դեռևս խոսում են դրա մասին, որ ճիշտ է պիտի արդեն կնքած լինեին այդ գործարքը, ես իրենց ուլտիմատում էի տվել եւ այլն, այդ 60 օրվա մասին է խոսում, բայց միևնույն է խոսում են դրա մասին, որ դեռևս հնարավորություն կա եւ ես ուզում եմ նաեւ շեշտադրել, նախորդ թիվել այլ տաղավարում առիթ եղավ սրան անդրադառնալու, բայց կարծում եմ կարեւոր է։ Պիտի ուշադրություն դարձնենք, որ Իրանի պաշտոնական հայտարարություններում եւ հատկապես արտգործնախարարի հայտարարություններում թեև կա նշում նրա մասին, որ Իրանը ունի տեղեկություններ, որ ԱՄՆ-ն ամեն կերպ օժանդակել է Իսրայելին հարձակման ժամանակ, բայց հակահարձակումները միայն Իսրայելի վրա են լինում։ Այնինչ ռազմավարական պլանավորման մեջ Իրանի անվտանգության այդ տարբեր վերլուծությունները երբ կարդում ենք, որպես կանոն մի քանի խաղաքարտեր ունի Իրանը հակադարձելու Իսրայելի հարձակումներին։ Առաջինն այն է, որ այդ հակահարձակումը միայն Իսրայելին չի լինելու, այլ լինելու է նաև ԱՄՆ-ի ռազմաբազաներին Իրանի հարևան երկրներում, սա որպեսզի Իսրայելին զսպի միանձնյա որոշում չկայացնելու եւ առանց ԱՄՆ-ի թույլտվության չգնալու այդ ռիսկին։ Երկրորդը դա Հորմուզի նրբանցքի նեղուցի փակումն է։ Եվ երրորդը հենց հայտարարելը, որ պատերազմը ոչ թե Իրանի ու Իսրայելի միջև է, այլ Իրանի եւ փաստորեն ՆԱՏՕ-ի միջև, եթե ԱՄՆ-ի հետ։ Իրանի արտգործնախարարի հայտարարությունները սակայն ամեն կերպ փորձում էին մի կողմից ցույց տալ, որ այդպիսի հեռանկար հնարավոր է, մյուս կողմից օրինակ կհիշեք, շեշտադրեց, որ Իրանը որևէ նպատակ չունի պատերազմը վերածելու տարածաշրջանային պատերազմից, դա նշանակում է ռազմաբազաներին դեռևս չեն խփելու։ Հորմուզի նեղուցը դեռ փակ չէ, դա իհարկե նաև պայմանավորված են հանգամանքով, որ դրանով վնաս է հասցվելու ոչ միայն ԱՄՆ-ին ու Իսրայելին, գուցե ոչ այնքան ԱՄՆ-ին, որքան օրինակ Չինաստանին, որը ռազմավարական գործընկերն է Իրանի, ու թեև հիմա որևէ ռազմավարական օգնություն չի կարողանում ցուցաբերի, բայց այդ պարագայում շատ ավելի վտանգավոր կլինի առհասարակ կորցնելը Չինաստանին։ Ուզում եմ ասել, որ թեև շատ փոքր, բայց դեռևս երկու կողմն էլ թողնում են հնարավորությունների պատուհան բանակցությունների սեղանին վերադառնալու։ Իհարկե ես կարծում եմ, որ բանակցությունների թեման արդեն խիստ փոփոխված է լինելու նախկինի համեմատ։ Երկու հարց եւ ավարտենք դրանով։ Մեկը կարծես մենք գործ ունենք կեղծ տեղեկատվության հետ, այնուամենայնիվ ցանկանայինք նաեւ քանի որ իրանական աղբյուրներ եք ուսումնասիրում, արդյոք ճիշտ է այն տեղեկատվությունը, որ Իրանը պատրաստվում է կամ մոտ օրերս կամ հնարավոր է շատ մոտ ապագայում միջուկային զենքի կամ միջուկային ռումբի փորձարկում իրականացնել։ Տեսեք, միջուկային զենքի հետ կապված քննարկումները իհարկե դուք ճիշտ եք, ապատեղեկատվությունը այս օրերին հատկապես շատ լիուլի, այսպես ասած, տարածվում է, բայց միջուկային զենքի ստեղծման հետ կապված
Իրանի անվտանգության դոկտրինի մեջ կար այդ ընկալումը, որ միջուկային զենք ստեղծելու որևէ նպատակ Իրանը չունի։ Դրա համար կա Խամենեիի ֆեթվան եւ դրա համար կան նաեւ բոլոր այն միջուկային ոլորտի վերլուծությունները, որոնք Իրանը տրամադրում էր ցույց տալու, որ իրենց նպատակը միայն խաղաղ միջուկային ծրագիր ունենալն է։ Բայց այստեղ կան մի քանի հակափաստարկներ, որոնք օգտագործում է իսրայելական քարոզչությունը։ Հակափաստարկ համար 1 ֆեթվան միշտ կարելի է մեկ այլ ֆեթվայով չեղարկել։ Եվ երկրորդը այդ ֆեթվայում, եթե կարելի է դա ֆեթվա կոչել, որովհետև դասական իմաստով կառուցվածքը մի փոքր տարբերվում է ֆեթվայից, որովհետև տարբեր հայտարարություններից հատվածներ են իրար կպցրած, բայց այդ ֆեթվայի մեջ արգելք կա միջուկային զենք կիրառելու։ Եվ իսրայելական հակաքարոզչությունն ասում է, իսկ դա նշանակում է, որ ստեղծել միգուցե կարելի է։ Պահել եւ ունենալ։ Պահել եւ ունենալ, իսկ դա նույնպես վտանգ է, որովհետեւ դա էլ կարող է փոխվել ինչ-որ մի փուլում։ Եվ երրորդը, կարծում եմ, ամենակարևորը, առնվազն 23 թվականի հոկտեմբերից հետո, ինչպես նշեցի, երբ փոխվեցին արդեն էսկալացիայի ձևերը եւ հատկապես անցյալ տարվանից հետո, երբ հրթիռներով փոխանակվեցին Իրանն ու Իսրայելը, Իրանի բարձրաստիճան քաղաքական գործիչներ նույնպես բաց հայտարարում էին, որ իրենք ուրանը արդեն հարստացրել են ավելի քան 60%, իսկ միջուկային խաղաղ ծրագրի համար 3-14%-ը լիովի բավարար է, 60%-ի անհրաժեշտություն չկա։ Դա մեկ, եւ երկրորդը խոսում էին նաեւ նրա մասին, որ գուցե նպատակահարմար համարեն դոկտրինը փոխելու եւ միջուկային զենք ստեղծելը նպատակահարմար համարելու։ Մահուսակցությունները հատկապես ակտիվացան, երբ Իրանը կորցրեց այդ դիմադրության առանցքը։ Այո, հատկապես Համասի ղեկավարի սպանությունից հետո, ընդամենը մի ամիս հետո, օրինակ պարլամենտի նախկին ղեկավար Լարիջանին հարցազրույցում իր դրա մասին խոսեց։ Ուզում եմ ասել, որ այս խոսակցությունները նաեւ դիտավորյալ կեղծ լուրեր տարածելը, կարծում եմ, պետք է դիտարկել նաև այդ հոգեբանական ճնշման որպես գործիքակազմ։ Ես չեմ կարող ասել դա իսկապես կլինի թե չէ, նույնիսկ բայց կա պաշտոնական հայտարարություններ մասին, որ իրենք պատրաստվում են ատոմային միջուկային ռումբ փորձարկել։ Չէ, պաշտոնական հայտարարություն չէ, դա ես անկեղծ ասած չեմ հանդիպել այնպիսի աղբյուր, որ կարող եմ հղում անել եւ ասել, որ նման բան, որովհետեւ չկա նաեւ պաշտոնական հայտարարություն այն մասին, որ ոչ միայն ունեն միջուկային զենք, այլ պատրաստվում են ունենալ, խոսում են նրա մասին, որ ունեն եւ կուզենան շարունակել տեխնոլոգիաները զարգացնել, հնարավորություն դեպքում ստեղծելու այդ զենքը, բայց այդ քննարկումները որպես կանոն այն համատեքստում է, որ եթե բանակցությունները չլինեն, եթե շարունակվի իրենց բնորոշմամբ երկակի ստանդարտները եւ ճնշումները սանկցիաներով, ապա իրենք կդիտարկեն նաեւ միջուկային զենք ստեղծելու հնարավորություն։ Եվ եղավ տեղեկատվություն, որ Իրանի պարլամենտը քվեարկել է միջուկային զենքի չտարածման համաձայնագրից դուրս գալու վերաբերյալ։ Եղել է նման բան իրականություն։ Կարծես դա հաստատվեց։ Այդ ժամանակաձևով լուրը կեղծ էր, բայց որ պատրաստվում է նման բան քննարկել, դա կարծես թե հաստատվեց։ Այսինքն չի ընդունել։ Այո։ Սկզբում որովհետև եղավ որ արդեն ընդունել են, հետո ասացին որ դա կեղծ է, բայց ասացին որ կպատրաստվեն։ Իսկապես պատերազմի առաջին զոհը ճշմարտությունն է եւ մենք հիմա մեր աչքի առաջ ինչպես 20 թվականի մեր պատերազմին այդպես էլ հիմա ֆեյք եւ կեղծ լուրերի մի ամբողջ աստղաբույլ ենք տեսնում, որ գեներացվում եւ տարածվում է։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալ եմ։ Սիվիլների տաղավարում ես զրուցեցի Աննա Դավթյան Գևորգյանի հետ։ Առողջ եղեք։ Կհանդիպենք։